Եթե մի մարդ ուզում է գնա դատի ու լսի Մասիս Մելքոնյանն այդ դատավորը, կարող է դատարանի դահլիճում չհավաքվեն իմանա, որ միանգամից կալանք է արձանագրվելու։ Ով դեմ է իրականությանը, այս ներկայիս իշխանությանը պարտված, ասենք 5 տարի է, ասենք այս ամեն ինչը ընթացքի մեջ է ու հայ ժողովուրդը տեսնում է այս ամեն ինչը։ Մի դավաճան հրապարակավ չեն բերել, չեն դատել, այսօր դատում են այն մարդկանց, ովքեր 20 թվականից եղել են Արցախում, ողնողական փրկարարական աշխատանքներում, ամեն ինչը մասունքները հատ սրբորեն արած ուղարկած Հայաստանի Հանրապետություն, այդ ամեն ինչը ստեղ քանդած, տարբեր ռեֆրեժատորներում, տարբեր մարզերում պահված, ասենք ծնողներից ինչ են ուզում, ինչ խուլիգանություն արի Արսեն Ղուկասյանը։ Արսեն Ղուկասյանը նախապես իր ծննդի օրը, որը ամենադաժան օրն է սեպտեմբերի 27-ը, որը մարդը իր զեկել է պետական մարմիններին, պաշտպանության նախարարությանն ենք տվել մենք մեր երեխեքին։ Մարդը իրավացիորեն ասել է, որ այս ինչ օր ասել են կգաք, կհանդիպեք։ Գալիս է սույն օրը, մարդիկ սկսում են արհամարանքով վերաբերվել 5 տարի արհամարեն են մարդկանց, ովքեր պայքարում են։ Ու հետո այս հանրությունը թող մի հատ գիտակցի Արսեն Ղուկասյանի կարգավիճակը։ Ու ֆեյք սայթերին ես մաղթում եմ, լիարժեք ցանկանում եմ, ինչը որ վերապրում է Արսեն Ղուկասյանը, ցանկանում եմ լիովին ֆեյք սայթերը հովանավորները, ովքեր որ գրում ու վարկաբեկում են Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը պատերազմի ընթացքում կորցրել է իր եղբորը։ Իր կալանավորման օրը 5 տարի առաջ վերջին անգամ տեսել է իր նահատակված եղբոր որդուն, որը հիմա անհայտ է։ Ոչ ԴՆԹ կա, ոչ գերիների ցուցակում կա։ Ինչ անի մարդը չպայքարի այդ երեխու համար։ Ինքը ոնց կարա գնա խնկարկի իր աղբոր Շիրիմին, որ ասենք նստի տունը սպասի տենան, ինչ են անում այս պետությունը։ Տեր մեկ էս պետության ստերը։ Տեր մեկ էս պետության փնթի կարգավիճակը։ Հիմնավոր են ինչ որ հանձնաժողով են կազմակերպում, որը որ որոշում էր համ քառօրյա, համ 44-օրյա պատերազմը։ Նույն Անդրանիկ Քոչարյանը էֆիրով խոսում է 2 օր եղել Արցախում ինքը։ Համաձայն ենք, բայց 2 օրվա Արցախում գտնված ու 10 ամիս հետ պատերազմյան շրջանում գտնված մարդկանցից, եթե ոչ մի բան չեն համագործակցում նյութ չունեն, իրանք 2 օրում ոնց հասկացալ այդ հանձնաժողովը կազմակերպես կամ նույն ՊՆ-ի դիմաց։ Նույն Անդրանիկ Քոչարյանն ասում էր, որ այնտեղ ջունգլիները ոչ մի ծնող չեն մտնում։ Հիմա ես իրան կարամ որակավորել, որ ջունգլի Անդոնը, ոչ թե Անդրանիկ Քոչարյանը։ Այսօրվա ձեր ակցիան որևէ արդյունք կտա։ Չի կարա չտա։ Եթե մենք Հայաստանի Հանրապետություն ունենք, Թուրքիայի վիլայեթում չենք, ուրեմն պետք է տա։ Ուրեմն մարդիկ պետք է հասկանան, հա գրառումով ուղարկում ես, բայց այդ թուղթը երբ պատասխան կունենա։ Ինչ կանի, դա ոչ մեկս չեն կարող ասենք, ավելի լավ չի մենք մեր ձանը բարձրացնենք, ինչքան է որ ձայնի ազատությունը։ Հիմա կտենանք այս եթերից հետո, եթե Արզենին կարծակեն, մինչև երեկո դատ կնշանակեն, թեկուզ տնային կալանք կտան, դուք հասկանում եք Արսենի մայրիկի կարգավիճակը։ Կորցրել է որդուն, կորցրել է թոռանը, չգիտի ինչ կարգավիճակում է, X-ը անհայտ է, ամենավատ կարգավիճակն է։ Մենք էլի Եռաբլուրում տեղ ունենք, ես գիշերը ամեն գիշեր եմ գնում։ Էլի գնում խնկարկում ես, դուք ես մեղավոր զգալով։ Հիմա Արսենը ոնց կարա այդ իր աղբոր Շիրիմին խնկարկի, երբ որ ինքը ասենք չի կարում այսքան պայքարից հետո ինչ որ մի փոքր լուր ունենա։ Ինձ եթե կարաք բացատրեք, ասեմ հա, ասենք մենք այս ակցիան կազմակերպել ենք դրա համար, որպեսզի հանրությունը հասկանա, որ Արսեն Ղուկասյանը հանցագործ չի։ Արսեն Ղուկասյանը պայքարում է իր նահատակ եղբոր որդու համար։ Արսեն Ղուկասյանը որ պաշտոն ա ուզում, ոչ փող ա ուզում։ Շատ մարդիկ կա, որ ցեխ են շպրտում, ֆեյք սայթեր հովանավորները թուրքեր են, ովքեր որ միշտ ուզում են այս սուրբ պայքարը, էլ Նիկոլ ինչի վրով անցնի։ Եկեղեցու վրով անցավ, ինչքան կալանավորներ ունենք։ Ես մեր բոլոր կալանավորներին ողջունում եմ։ Համբերեք ընկերներ ջան, մի քիչ համբերեք, մինչև հասկանանք։ Եթե մեր ձենը տեղ կհասնի, եթե թասի նամուս մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, ուրեմն այսօր Արսենի հետ կապված դատական վճիռ կփոխվի։ Իրականում այդ մարդու առողջ, եթե լրացում չի խոսք, եթե այդ մարդու առողջական վիճակը տեղին չի, ասենք բոլոր կետերով բռնում է, որ այդ մարդը չի կարա կալանք կրի։ Էլ ինչ հիմքով են նստացնում։ Մի բան էլ ասեմ, եթե Աստված չանի, մի բան եղավ Արսենին, դրա պատասխանը ով է տալի, Մասիս Մելքոնյանը, ով է տալու, դատախազա տալու գլխավոր։ Մի հատ հասկանանք ով է տալու։ Մենք դրա համար ենք եկել, դրանք ումից ենք պահանջելու, թե Աստված չանի, Արսենի հետ ինչ որ որևէ մի բան լինի, թող իմ լեզուն պահպանվի։ Իմ ասածս է դա ժողովուրդ ջան, ծնողները չեն ուզում ոչ պաշտոն, իրական ծնողները, քծնվողները չէ։ Շատ մարդիկ կան, որ տակից քծնվում են, էլի հոգով սիրում են, իրանց երեխեքին ուրացել են ու ասել են կպել են այս պիղծ իշխանության, իշխանություն դուք պիղծ եք։ Այնքանով եք պիղծ, որ դուք 2 օրում չեք կարա որոշեք, ասենք ինչ եղավ պատերազմը, խի եղավ պատերազմը։ Պարզ տենում ենք։ Մի լուբոյ հայն հարցրեք։ Իրանք լավ են ապրում, ինչ խաղաղություն։ Որն է խաղաղությունը։